Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, ի տարբերություն հեռուստասերիալի, որտեղ իրադարձությունները թեժ են ու լարված։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները պարբերաբար սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակում են նոր տեսանյութեր ու լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, թե ինչ կարելի է սպասել առաջիկա սերիաներում, իսկ առաջիկա սերիաները թեժ են ու լարված։ Ողջ ընտանիքն իմացավ, որ Նարեն հղի է և երեխան Հայկինն է։ Իհարկե սա մեծ հարված էր Սաքոյի համար, քանի որ նա ցանկանում էր վրեժ լուծել Հայկից, նա ցանկանում էր ամեն գնով Հայկից հեռու պահել իր ընտանիքին, բայց, ինչպես երևում է, ոչ մի կերպ նրանց չհաջողվեց հեռու մնալ Հայկից, ավելին, այս պահին Նարեի սրտի տակ մեծանում է հենց Հայկի երեխան։ Իհարկե Սաքոյի համար միևնույն է, թե Նարեն ինչ ճակատագրի կարժանանա, նա միայն պնդում է, որ Նարեն ամուսնանա Արմոյի հետ, որպեսզի իբրև թե իրենց ընտանիքը խայտառակությունից հեռու պահի, բայց ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, արդյոք այդ ամուսնությամբ կլուծվի այդ հարցը, չէ՞ որ Լալան դեռ Նարեի կողքին է, ու շատ շուտով շրջադարձային իրադարձություններ են սպասվում, հեռուստադիտողներն անակնկալի են գալու։ Իսկ եթե ցանկանում եք տեսնել, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, ապա մնացեք մեզ հետ։ Քանի որ ես դեռ նկարահանման եմ ու մեկ ու մեջ ունենում եմ ազատ ժամանակ, այստեղ հարցերի պատուհան չկթողնեմ, հետաքրքիր հարցեր գրեք, ես փորձեմ պատասխանել։ Այդ բարելը մի քիչ շահագործում եմ։ Վեշերս տվել եմ ձեռ։ Արի։ Ոտքերով խաչեր եմ անում, արի ճամփեքը գիտեմ։ Երեխեք տանում եմ կորցնում, չավատակ։ Ոչ միայն հասցնում եմ նկարահանվել սերիալում, սալոնում ես աշխատել, սալոնը զվարել, սալոնում հաշվար կանել, ունեմ եւս մեկ նկարահանման պրոյեկտ, դել կա, էջերս կան, մի քանի պրոյեկտ էլ կան, որոնք որ տենց հազիվ հազ եմ հասցնում, պես որ ես կիսվում եմ 6-7-8 մասի, որ հասցնեմ են ամեն ինչ, որ պլանավորում եմ առօրյայում։ Այս հարցին չեմ պատասխանի, մենակ մի բան կասեմ։ Եթե անգամ այդ մարդը լինի իմ կյանքում, դա սոցիալական կայքերում չի լինելու։ Այն էլ այդ ստատուսում հաստատ չի լինելու ինքիմ սոցիալական կայքերում, հանրային չի լինելու այդ ամենը։ Եկանք հասանք նստեցինք մեքենան, մեր մեքենայի հետևը փակել են։ Սպասում ենք գան, տանեն գնանք նկարահանման, եթե ուշացանք մենք մեղավոր չենք։ Ես ուշանում լս աստաղ վերևն է։ Ախ, պերես։ Բարի երեկո բոլորին, ուզում եմ ձեզ այսօր էլ մեկ սերիալ խորհուրդ տալ, որ նայեք, կոչվում է Hijack, ձախվաճներից ռուսերենով, հայերենով էլ երևի առևանգված չվերթը։ Բավականին լարված է պահում մինչև վերջ, հատկապես առաջին սեզոնը, այնպես որ նայեք, չեք փոշմանի։ Այսօր այնպես եմ դիմահարդարվել, որ դեմքս անփայլ չլինի, թեպետ բեմ մտնելուց առաջ մեկ է պիտի փայլազրկեմ, բայց այնքան սիրում եմ այս շողշողուն էֆեկտը մաշկի ու մտերիմներս միշտ ասում են, որ ինձ վարդագույն շուրթեր է սազում, ոչ թե կրեմագույն կամ շագանակագույն, ու ես էլ եմ զգում, որ այսպես ավելի թարմ տեսք ունեմ։ Ողջույն բոլորին, ես թատրոնում եմ, կես ժամից ներկայացումը կսկսվի։ Ես մեր դատարկ դահլիճը, բեմը։ Իդեպ ես եկել եմ Վանաձոր ձմեռային երկարաճիտ կոշիկներով, այս վերարկուով, չիմանալով, որ կարող է այսքան տաք լինել ու այն փաստը, որ վաղը ձյուն է գալու, մի փոքր ինձ փոփում է, որովհետև փողոցում նայում եմ, բոլորը շատ բարակ գարնանային հագնված են, բացի ինձնից, իսկ ես Վանաձորում այդպես շատ հագուստներ չունեմ, հիմնականում Երևանում են ու պատկերացրեք նույնիսկ չեմ կարող կոշիկներս փոխել ուրիշ բան հագնել։